Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Անդրանիկ Քոչարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին եւ պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի համաձայն առաջարկվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը պահպանել այն պահեստազորայինների համար, ովքեր կրկին պայմանագրային զինվորական ծառայության կանցնեն պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում, սակայն ոչ ավելի, քան փոխգնդապետ կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնում նշանակվելու պայմանով, սահմանվում են նման պայմանով զինվորական ծառայություն անցնող անձանց կենսաթոշակի իրավունքի դադարեցման դեպքերը, ինչպես նաև հստակեցվում են զորահավաքային զինվորական ծառայությունից կամ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելուց հետո զինվորական կենսաթոշակի վերահաշվարկման կարգը եւ պայմանները։ Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը առարկություններ չունի, գտնում ենք, որ առաջարկող կարգավորումները կնպաստեն որոշակի զորամասերում սահմանամերձ հատուկ կարևորություն ունեցող ուղղությունների միջին եւ ցածր օղակների զինվորական պաշտոնների համալրման գործընթացին։ Խնդրում եմ հաստատել։